Անեստեզիան հունական բառ է, որը նշանակում է զգացողության բացակայը։ Անեստեզիայի պատմությունը սկսում է հոկտեմբերի 16-ին 1846 թվականին, երբ Մասաչուսեթ նահանգում Բոստոնի հիվանդանոցներից մեկում ատամնաբույժ Մորտոնի կողմից առաջին անգամ ցուցադրվել է եթերային անեստեզիան։ Դրանից հետո անեստեզիան զարգացավ, կատարելագործվեց եւ բեկում մտցրեց բժշկության մեջ։ Վիրաբուժական միջամտությունները դարան անցավ եւ անվտանգ։ Անեստեզիան ունի հետևյալ տեսակները. ընդհանուր անզգայացում, ռեգիոնալ, որի մեջ ներառվում են սպինալ, այսինքն ողնուղային, էպիդուրալ եւ հաղորդչական անզգայացում։ Հաղորդչականը դա պերիֆերիկ նյարդերի բլոկավորումն է։ Եվ կա տեղային անզգայացում, որը կիրառվում է փոքր միջամտությունների ժամանակ վիրաբույժների կողմից եւ ատամնաբույժների կողմից։ Ընդհանուր անեստեզիան կամ ժողովրդի լեզվով ասած նարկոզը դա այն ձևն է, որի ժամանակ ապահովում են քունը, ցավազրկումը եւ մկանների թուլությունը, այսինքն մի օր ռելաքսացիային։ Ռեգիոնալ անեստեզիան դա այն տեսակն է, որի ժամանակ անեստետիկը ներառվում է նյարդի կամ նյարդի խմբերի շուրջ։ Որովայնի ստորին հարկում կամ դրանից ներքև գտնվող օրգանների վրա կատարող վիրահատությունները կարող են կիրառել ռեգիոնալ անեստեզիայի որևէ տեսակով։ Իսկ վերին եւ ստորին վերջույթերի վրա վիրահատությունները հաղորդչական անզգայացմամբ։ Նախքան անեստեզիայի ընթացքին հիվանդին պետք է իրականացնել նախավիրահատական զննում։ Նախավիրահատական անեստեզիոլոգիայի զննման ժամանակ մենք գնահատում ենք վիրահատական եւ անեստեզիայի ռիսկերը։ Հիվանդի հետ մենք պետք է խոսենք, իմանանք իր կյանքի անամնեզը, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ տվյալները։ Օբյեկտիվ տվյալներից պետք է ուսումնասիրենք հետեւյալ տվյալները, այսինքն լաբորատոր եւ գործիքային բոլոր հետազոտված տվյալները։ Դրանից հետո մենք որոշում ենք անեստեզիայի ռիսկը։ Դա դասակարգվում է Ամերիկյան ասոցիացիայի անեստեզիոլոգների կողմից ընդունված դասակարգումով, ասասխանդակով։ Առաջի դասը դա պրակտիկ առողջ պացիենտն է։ Երկրորդ դասը թեթև համակարգային հիվանդություններով պացիենտ։ Երրորդ դասը ծանր հիվանդություններով համակարգային հիվանդություններով պացիենտ։ Չորրորդ դասը այդ ծանր վիճակներն են, որոնք կյանքի վտանգ են սպառնում պացիենտին։ Եվ հինգերորդ դաս ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներն են, դա այդ վիճակներն են, որի վիրահատությունը կատարվում է կյանքի ցուցումով։ Եվ կա 6-րդ դաս, որը օգտագործում է տրանսպլանտոլոգիան։ Վիրահատության ընթացքում կատարվում է մոնիտորինգ, այսինքն հսկվում են բոլոր ցուցանիշները պացիենտին։ Դա սրտի ռիթմի աշխատանքն է, զարկերակային ճնշումն է, պուլսօքսիմետրիան, այսինքն սատուրացիան, որը մեր ժողովրդին ծանոթ է կովիդից հետո, եւ շնչառական հատուկ պարամետրներ։ Վիրահատությունը ավարտելուց հետո, եթե ծանր վիրահատություն է, ծանր հիվանդներին եւ երկարատև վիրահատությունից հետո հիվանդին տեղափոխում ենք վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Միջին տևողությամբ եւ միջին ծանրության հիվանդներին տեղափոխում ենք հետվիրահատական սրահ։ Թեթև ձևերը կարելի է միանգամից տեղափոխել հենց միանգամից հիվանդասենյակ։ Անեստեզիայի հետ կապված ժողովրդի մեջ կան բավականին միֆեր։ Դրանցից են օրինակ հիվանդը վախենում է արթնանալ վիրահատության ժամանակ։ Ժամանակակից անեստեզիան բացառում է այդպիսի բաներ, որովհետև մենք բոլորս հաշվի ենք առնում բոլոր մանրուքները, սկսած դեղաչափից, մարմնի քաշից, վիրահատության տևողությունից։ Նաև կա միֆեր, որ հիվանդը հիշողության վրա է ազդում պացիենտին։ Դեռևս 70-80-ական թվականներ այդպիսի խնդիրներ կարող է լինել, բայց այսօրվա ժամանակակից դեղորայքը թույլ է տալիս մեզ հեշտ քննարկել եւ արթնացնել։ Կան նաև միֆեր կապված գլխացավի, ողնաշարի ցավերից, ընդհանուր անեստեզիայի հետ կապված դա բացառվում է։ Այդպիսի խնդիրներ կարող են լինել մինչև 5% դեպքերում ռեգիոնալ անեստեզիայից հետո, այսինքն սպինալ եւ էպիդուրալ անեստեզիայից հետո, բայց դա էլ կապված է դրա հետ, երբ որ պացիենտը նախքան ուներ խնդիրներ, ինչպիսին էր միգրեն, ճնշման տատանումներ, ողնաշարի ցավեր։ Եվ նաև կա մի միֆ ժողովրդի մեջ, որ ալկոհոլ օգտագործած մարդկանց վրա նարկոզը չի ազդում։ Ասեմ, որ նարկոզը ազդում է յուրաքանչյուր մարդու վրա։ Թվում է, թե անեստեզիոլոգիայի աշխատանքը հեշտ է, որ մշտական գտնում է վերատարանում, վերահսկում է հիվանդին, բայց այդ ժամանակահատվածը կարող է դառնալ սարսափի վայրկյաններ եւ անեստեզիոլոգի պրոֆեսիոնալիզմից, արագ կողմնորոշվելուց եւ հմտություններից ճակատագրական է դառնում։ Ասեմ, որ կա այդպիսի ասացվածք, որ լավ վիրաբույժին պետք է լավ անեստեզիոլոգ, իսկ վատ վիրաբույժին ավելի լավ անեստեզիոլոգ։ Եվ լավ անեստեզիոլոգը ապահովում է ձեր առողջ եւ անվտանգ քունը։